Հերթական երաժշտական երեկոն կայացավ Արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում։ Օրվա աստղը Ռուսաստանի վաստակավոր արտիստ երգեհոնահար Սվետլանա Բերեժնայան էր։ Խոստացված համերգի կազմակերպիչն է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացությունը։ Հաշվի առնելով քաղաքի աշխարհագրական դիրքը, կա ցանկություն ամրապնդել դրա մշակութային կողմը, որպեսզի մարդիկ պարզապես գան, վայելեն եւ ժպտան։ Մենք մեծ սեր ունենք երկրի նկատմամբ եւ ուզում ենք կիսվել այդ սիրով, շրջապատի մարդկանց հետ։ Сегодняшний концерт это замечательно. Այսօրվա համերգը հրաշալի միջոցառում է։ Սվետլանա Բերեժնայան յուրօրինակ երաժիշտ է եւ հրաշալի երգեհոնահար։ Մեզ երաժիշտներիս համար ամենակարևորն այն է, որ Կապանի հանդիսատեսը սիրում է երաժշտությունը եւ ողջավորությամբ է մասնակցում համերգներին։ Երեկոյի ընթացքում ներառված էին ռուսական դասական երաժշտության գլուխգործոցներ։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նոր լույսի ներքո բացահայտելու Պյոտր Չայկովսկու դասական երգացանկի ամենահայտնի երաժշտական շարքերից մեկը՝ մանկական ալբոմը։ Орган, который стоит в Капане, Կապանում տեղադրված այս երգեհոնի հայրենիքը Մարինյան թատրոնն է։ Զարմանալի է, որ այստեղ կարելի է ծանոթանալ այսքան հրաշալի գործիքի։ Ես ցանկացա բացահայտել եւ ներկայացնել այս գործիքի թատերական բնույթը։ Հայաստանում առաջին անգամ եմ ելույթ ունենում եւ անչափ ուրախ եմ դրա համար, որովհետեւ այս այցով վերադառնում եմ իմ արմատներին։ Մայրս հայ է, իսկ տատիկս Էրզրումից։ Ինձ համար չափազանց հուզիչ է նվագել այստեղ։ Երգեհոնի հնչյուններով լի երեկոն ջերմարձագան գտավ ունկնդիրների սրտերում։ Յուրաքանչյուր կատարումով գործիքը նորովի է բացահայտվում, ասում են կապանցիները։ Իհարկե, շատ ուրախ ենք նման համերգներ ունկնդրելու Կապանում, բայց պետք է ասեմ, կապանցին սովոր է։ Սովոր է երգեհոնային երաժշտությանը եւ սովոր է ընդհանրապես նման մթնոլորտին։ Տոն է։ Այս տոնական օրերը միշտ ունեցել է Կապանը եւ կապանցին։ Կապանը դասական երաժշտության սիրահար է։ Կապանցին դասական երաժշտությունը ընկալում է այնպես, ինչպես պետք է ընկալի այն քաղաքացին, որ ունի նման երաժշտական դարբնոց։ Կազմակերպիչների խոսքով նման այցերը շարունակական են լինելու եւ արդեն իսկ դարձել են գեղեցիկ ավանդույթ։ Իսկ թե ով է հաջորդ հյուրը, այժմ չեն բացահայտում, դա կլինի հաճելի անակնկալ։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։